Պարոն Մխիթարյան, ինչպես եք գնահատում մեր երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, մասնավորապես Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, Նիկոլ Փաշինյանի այս ագրեսիվ գրոհը հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, տեսանք, որ 2 ամսով կալանավորեց Սամվել Կարապետյանին, ինչ հարց լուծեց այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը։ Այն, ինչ կատարում է Սամվել Կարապետյանի հետ, դա մի բառով կարելի է անվանել ամոթ, հայտարարություն, անընդունելի բան, եւ ես իրոք ցավում եմ եւ ամբողջապես սատարում եմ պարոն Կարապետյանին, իր ընտանիքին, իր մերձավորներին։ Նման բան անել չի կարելի, հատկապես նման հայ մարդու հանդեպ, որը ամբողջապես նվիրված է իր ժողովրդին, իր ազգին, իր եկեղեցին։ Ինչ կատարվում է, ինչ վերաբերում է մեր եկեղեցու հետ կապված իրադարձություններին, սա ոչ միայն չգիտեմ ամոթ է մեր բոլորի համար, սա վերջի ազգային հենասյունն է, որը փորձում է այս թուրքերի խամաճիկը քանդել, տեղից շարժել, վստահ եմ, որ իր մոտ չի ստացվելու, ընդհանրապես այն ձևին ինք փորձում է իր քիթը խոտել մեր 1700 տարուց ավելի գործող ազգային համակարգի մեջ, դա անընդունելի է, այն ինչ որ ինքը անում է իրեն բնորոշ զզվելի լկտիանդասերակ բառապաշարով, որը չի կարող պատիվ բերել ոչ միայն, չգիտեմ, փողոցայիններին, առավել եւս չի կարող պատիվ բերել պետական պաշտոնյային, այնպես որ դատապարտելի է, դատապարտում է, եւ այդքան ավել բան էս 7 տարվա այնքան բան ենք ասել այս մարդու մասին, որ անկեղծ ասած էլ չեմ զարմանում իրա ոչ մի արած։ Այսօր գիտեք, որ Թուրքիայում է գտնվում, ինչ ակնկալիքներ պետք է ունենանք, այս դեպքում վատ իմաստով ակնկալիք։ Դե ինչ ակնկալիք պետք է ունենաս մարդուց, ով գնացել է Հերանստոն։ Որ բաներ կասեն, ուղղորդեն կգա իրականացնի կամ կփորձի գոնե թե իրականացնի։ Իսկ արդյոք կարող ենք ասել, որ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը առհասարակ եկեղեցու դեմ նման գրոհը այսպես նախաբանն է այդ ամեն ինչից առաջ։ Ցանկացած ծառայություն է մատուցում։ Ցանկացած հայ մարդու, ազգային մարդու ձերբակալություն արվում է միայն իշխանությունը պահելու համար եւ միայն հաճոյանալու համար թուրք-ադրբեջանական տանդեմին։ Այլ բան Համենայն դեպս, եթե լսում ես Սամվել Կարապետյանի տվյալ հարցազրույցը ինչից առիթ է հանդիսացել, որպեսզի նա ձերբակալվի ու կալանավորվի, հա, այնտեղ չկար այնպիսի մի բան, որի համար պետք է նման քայլերի գնալ, սա ուղղակի արվում է հերթական վարքաբեկման գործընթացի շրջանակում, որը տվյալ անձնավորությունը փորձում է հայկական ու հայկականության հետ կապ ունեցող ցանկացած բան վարկաբեկի, խայտառակի, բռնի, փագի, կալանավորի, որպեսզի կարողանա իր օրերը մի քիչ ավելի երկարացնել։ Պարոն Մխիթարյան, նա երեկ նաև ազգային ժողովում ասաց, որ նման պատժի կարժանանան նրանք, ովքեր կմիջամտեն։ Ինքը այսպես բանալի բառը միջամտելն է վերցրել իր համար եւ լուրջ սպառնալիք է դա որպես այդպեսին հասկացել։ Հիմա ինքը միջամտել հասկացողությունը կարող է, հիմա էսի մարզազրույցն է կարող է դիտարկի որպես միջամտել։ Եթե դիտարկում ես որպես միջամտել, լմյատարինային ոնց ես պատժում։ Դե պոպուլիստական բաներ ելույթներ ունենալը բնորոշ է այդ մարդուն, խոսում է, հələ կարող է խոսում։